ձեռով պայմանավորված ընդհատումները շարունակվում են, առողջապահության նախարարության կողմից կասեցման հստակ ծրագրեր են մշակվում, ինչքան էլ որ շատ իմ շրջապատի բարեբախտաբար գինեկոլոգներ հրաժարվում են դա անելուց, այնուամենայնիվ ընդհանուր ստատիստիկ վերլուծությունները ցույց են տալիս հակառակը։ Ցավոք սրտի պրոֆիլակտիկ զննման ժամանակ, երբ որ չկա կլինիկական գանգատ թվացial, մենք կարող ենք շատ ավելի լուրջ դեպքեր հայտնաբերել, երբ որ կինը մենոպաուզայի շրջանում ունի արյունային արտադրություն, բայց անտեսում է այդ փաստը եւ տարի ձգված գանգատի ֆոնին դիմում է մեզ, բնականաբար մենք այնտեղ արդեն շատ ավելի բարդացած պատկեր ենք տեսնում։ Բժշկուհի Միսակյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրեք եկել։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Բժշկուհի Միսակյան, այսպեսի մի հարց եմ ուզում տալ ձեզ։ Օրինակ, մարդու մարմինը, մարդու մասին ինչ է պատմում։ Օրինակ, ձեր պացիենտից նկատի չունեմ միայն, երբ որ սոնոգրաֆիա եք անում, ինչ հիվանդություն ունի, այլ ընդհանրապես իր կեսակերպի մասին, իր բնավորության մասին, այդպիսի բան, որ բժիշկը կարող է եզրակացնել ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, թե այդ մարդն ինչպիսին է ու ինչպես է ապրում։ Եթե հարցին պատասխանեմ բժշկական տեսանկյունից, ապա ունենք դեպքեր, որոնք արդեն իսկ արտաքինից պատմում են տվյալ հիվանդության մասին։ Իսկ ավելի ընդգրկուն վերցնելով հոգևոր արժեքներով կարող եմ ասել, որ շատ ավելի լայնածավալ ասելիքներ ունենք ֆիզիկական ու հոգևոր կապի մասին։ Իսկ այ հետաքրքիր դուք շատ եք, ես նայում եմ ձեր էջին հետևում եմ հաճախ Facebook-յան, դուք այնտեղ ասում եք, որ հոգեբանական կողմը հիվանդի հետ շփվելու չափազանց կարևոր է, որովհետև հիվանդը որ գալիս է նաև նայում է քո դեմքին ու դա կարծես ապուրմակցելը, մխիթարելը, կարծես գործի կես է լինի։ Ու հիմնական մաս, այնպես չէ որ դա։ Ես կարծում եմ դա ամենաառաջնահերթն է, ես կարծում եմ դա մեծագույն միսիա է, որ տրված է յուրաքանչյուր բժշկին իրագործելու այս կարճ կյանքում թեթևացնելու մարդկանց հոգսը, եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես, եւ ես ինձ երջանիկ եմ համարում, որ ունեմ այդ շնորհը եւ բնածին ի վերուս տրված եւ նաեւ մասնագիտության առումով, որ կարողանում եմ համադրել եւ վստահ կարող եմ ասել, որ ինձ մոտ այն շատ հաջողվում է, ապացույցը բազմաթիվ դրական արձագանքներն են եւ դրական ներգործությունը, որը կարող է իրականանալ հենց իմ իսկ աչքի առաջ տարիների ու անգամ ամիսների ընթացքում։ Իսկ ինչպես պետք է հիվանդին ասել, եթե հիվանդը եկել ձեզ մոտ ստուգման ու դուք ինչ-որ ոչ հաճելի վատ դիագնոզ եք տեսնում եւ պետք է անպայման իրեն հայտնեք, այ ինչպես եք հայտնում սովորաբար բժիշկները անցնում են այդ պատրաստման ճանապարհը, թե ինչպես հիվանդին ասել իր վատ դիագնոզի մասին, ախտորոշման։ Տեսեք, ամենաառաջի նշաձողը պահպանել բարձր վստահություն։ Դա իր մեջ պետք է ներառի եւ մասնագիտական առաջնահերթ եւ մարդկային այդ վստահությունը, երբ որ պացիենտը տեսնում է բժշկի մեջ, այսինքն ցանկացած խոսքին իրապես հավատում է, հաջողվում է եւ իհարկե մարդկային բարձր արժանինքները պահպանելով կարողանում ենք օպտիմալ կերպով, թեկուզ եւ ոչ այնքան հաճելի լուրը հասցնել, որովհետեւ դա չի ասում միայն ասելու համար։ Ես կոնկրետ իմ օրինակով կարող եմ բերել, ես իրապես գիտակցված ու չգիտակցված ապրումակցման ռեակցիա եմ ունենում, ինքը հասկանում է այդ րոպեին, որ բժիշկը իր հետ է եւ բացատրելուց հետո արդեն հաջորդական քայլերը մեկնաբանելուց հետո լիովին այդ վստահության հիմքի վրա մենք կարողանում ենք շարժվել առաջ ու մտածել արդեն հաջորդ քայլերի մասին։ Ասել մասնագիտորեն իհարկե պետք է ասել, ես գտնում եմ միշտ, որ պետք է պացիենտին բացատրել։ Առաջի օղակը հենց պացիենտն է, որ բժշկից պետք է լսի հիվանդության լրջության մասին, եթե հղիություն ենք նայում հղիության ընթացքի հետ կապված ծագած խնդրի մասին, սակայն պետք է այնպես անես, որ պացիենտը հենց առաջին իսկ հարվածը կրի adekvat կերպով եւ նաեւ հավատա քո հետագա խորհուրդներին եւ չկոտրվի ու
այսինքն պայքարից հետ նահանջի։ Դա շատ Իսկ այդ ընթացքում ինչ-որ ճանապարհ մատնանշում եք, այ պետք է սա անել, նա անել, թե դա թողում եք արդեն բժշկի ու մոտ ինքը պետք է գնա։ Տեսեք, ռադիոլոգիան միշտ եմ ասում, առաջի օղակն է, որ ակամա մենք ենք տեղեկանում եւ չասել պացիենտին ինչ ենք տեսնում, ես չեմ համարում դա ճիշտ, բայց նաև չընթարցակվել ու չտալ խորհուրդներ, որը արդեն սահմանը հատում է նեղ մասնագետի, նույնպես դեմ եմ։ Աշխատում եմ վերցնել միջին տարբերակը շփման, որովհետև ռադիոլոգն էլ լիիրավ բժիշկ մասնագետ է, որը կարող է խոսել, տալ այո, որոշակի խորհրդատվություն, որովհետև մենք նաև կազմում ենք հետագա հետազոտությունների պլան։ Ես եթե շատ չեմ ընթարցակվելու, շատ հետաքրքիր դեպք եմ ուզում պատմել, որը մեկ տասնամյակ առաջ է տեղի ունեցել իմ կաբինետում մի բալիկ էր 5 տարեկան տղա երեխա էր մայրիկի հետ, մայրիկին այդքան հստակ դեպքը չեմ հիշում, երևի ոչ այդքան հաճո լուր հայտնելուց ինքը մոր ռեակցիան տեսավ ու անհանգստացած ես արագ փորձում եմ պատասխանը արագ հավաքել ժամանակի մեջ տեղավորվելու համար, այդ 5 տարեկան տղա երեխան ինձ հարց տվեց, ասեց ինչ կա իմ մամայի մոտ Ես ցած շփտալով նայեցի մորը, ասեցի բժիշկը հեսա ձեզ ամեն ինչ կբացատրի։ Այդ 5 տարեկան տղան նայեց աչքերիս ուղիղ, ասեց բա դուք բժիշկ չեք։ Այդ բառերը ին վրա խորը դաստիարակչական ազդեցություն են թողել։ Իհարկե հոգեպես ես շատ ճնշվեցի ու հասկացա այդ անմեղ աչուկներով արտաբերած խոսքերը ինչքան կարևոր միտք ունեին, այո, բոլորս բժիշկներ ենք եւ մեր գործողությունների շրջանակում պետք է կարողանանք սպառիչ պատասխաններ տալ պացիենտին, պահելով մեր մասնագիտական թույլատրելի սահմանները։ Այ ես հասկանում եմ, որ բժիշկները նաև մարդիկ են եւ ամեն դեպքում կա ինչ-որ սխալվելու հավանականություն, նույն գործի մեջ, որ պարագայում է, որ այդ սխալվելու սահմանը արդեն անթույլատրելի է, որ այդ սխալն անընդունելի է, որ կարելի է այտենց ինչ-որ սահման դնել կամ մեկնաբանել, այս սխալն ինչ-որ առումով ընդունելի թույլատրելի, այս սխալի այստեղից այն կողմ արդեն դա ընդունելի չէ, կա այդպիսի սահման։ Ամբողջ աշխարհում ընդունված կա բժշկի սխալվելու հավանականության աստիճան եւ առհասարակ հայտնի աֆորիզմն ասում է, որ չի սխալվում միայն մահացած մարդը։ Այսինքն մեր մասնագիտությունը խիստ ցայտուն դինամիկ process է եւ գործ ունենք մարդու օրգանիզմի հետ, որը շարունակ կարող է ենթարկվել փոփոխությունների, կառուցվածքային, ֆունկցիոնալ առումով եւ ասել ինչ որ մի կետի վրա, որ այլևս չենք կարող որևիցե սխալ թույլ տալ, դա չունի ոչ մի մեկնաբանություն։ Պրակտիկ մեկնաբանություն դա չունի։ Տեսական առումով միգուցե կան հստակ կանոններ, բայց պրակտիկորեն մենք գործ ունենք օրգանիզմի հետ եւ հայտնի բժշկական սխալվելու սահմաններ գոյություն ունեն, որոնք ունեն հստակ մեկնաբանություն եւ ոչ մի բժիշկ դրանցից ձերբազատված չէ։ Պետք է ուղղակի իմանալ նաեւ մեր իրավունքների սահմանները, պացիենտին ցանկացած ախտորոշում անելուց, ես այսօր միայն ախտորոշման մասին եմ բնականաբար խոսելու, դնել մեր ախտորոշման հավանականության, այսինքն հավաստիության աստիճանը, ես կոնկրետ ռադիոլոգ եմ եւ դիագնոստիկ մեթոդները ամեն մեկը ունեն վիզուալիզացիայի տարբեր աստիճաններ, այսինքն ԿՏ, MRT-ն ունեն հետազոտման հավանականությունների ճշգրտության իրենց տոկոսը, սոնոգրաֆիան ունի իր սահմանները։ Որին է ամենաբարձրը։ Մեր սահմանում մենք ունենք մեր սխալվելու հավանականությունները, որոնց մասին մոտավորապես բացատրվում է պացիենտին, այսինքն որ տվյալ դեպքը հետազոտվում է տվյալ ճշգրտության չափով։ Հաճե ես նկատի ունեի այդ մեթոդների ճշգրտությունը, որն է ամենաճշգրիտը, սոնոգրաֆիա, MRT, ԿՏ, ինչ կա։ Եվ հարցը ես միշտ հստակ պատասխանում եմ, որ չկա ճիշտ եւ սխալ տարանջատում գործիքային ախտորոշումների մեջ, որովհետեւ սա տեխնիկայի գիտության դար է, շարունակական առաջընթացի պայմաններում նորանոր տեխնիկական հնարավորություններով բժշկական ախտորոշիչ մեթոդներ են ստեղծվում եւ ասենք սոնոգրաֆիան ճիշտ է կամ սխալ, MRT-ն ճիշտ է, ամենաճիշտն է, չի կարելի։ Դիագնոստիկ մեթոդները միշտ լրացնում են իրար եւ ցանկացած պարագայում ռադիոլոգը պետք է լինի այնքան իրազեկ իր մասնագիտությանը, որ հասկանա
սահմանափակումները տվյալ հետազոտության, տվյալ գործիքային ախտորոշիչ մեթոդով եւ նաեւ տեղեկացված լինի հաջորդական արդեն ուղղորդելու մյուս ախտորոշիչ հետազոտության։ Իսկ օրինակ ամեն դեպքում դուք տեխնիկայի հետ գործ ունեք նաև, որքան հաճախ են դրանք փոփոխվում եւ զարգանում, օրինակ քանի տարին մեկ է նորացվում տեխնիկան եւ ասենք զարգացումը շատ արագ է գնում այդ դիագնոստիկ տեխնոլոգիաների, այսպես ասեմ, բժշկական։ Ես ընտրել եմ միջուղ ախտորոշման, որ ոչ թե տարի, այլ յուրաքանչյուր ամիս կարող ենք ունենալ սարքավորման հետ կապված նորույթ, նոր ծրագրային հագեցվածություն։ Մեր մասնագիտությունը պահանջում է նաև տիրապետել գործիքային ֆունկցիաներին, բացի հիմնական մասնագիտության հիվանդությունների ախտորոշման մասին գիտելիքներին, կլինիկական փորձին, որովհետև դա մեծագույն կարևոր պայմանն է, դա բժշկի կայացման ճանապարհին ունենալ ձեռք բերել հարուստ կլինիկական փորձ, դրան գումարած նաև փաստորեն գործիքային տեխնիկական գիտելիքները, որոնք փորձում ենք ժամանակի հետ յուրացնել։ Այ ես ուզում եմ հասկանալ Հայաստանում օրինակ բնակչության քանի տոկոսն է մոտավորապես էլի որ տարեկան մեկ անգամ կա տես ստատիստիկա որ տարեկան գոնե մեկ անգամ պրոֆիլակտիկ ճշտումներ է անցնում եւ ովքեր կանայք են ավելի շատ տղամարդիկ են ավելի շատ հարաբերական տոկոս եմ ասելու եւ բնականաբար կոնկրետ խոսելու եմ ինձ դիմող կոնտինգենտի տվյալներով ցավոք սրտի տխուր թիվ եմ ասելու 8-ից 10%, որովհետև շատ քիչ է, հիմնականում կարծրատիպ է ձևավորված, որ անպայման պիտի գանգատ ունենանք, ավելի վատն ասեմ, դանակը հասնի ոսկորին, նոր դիմենք եւ մեծագույն հաճույք եմ ստանում ու ուրախանում եմ փաստից, երբ որ մարդը գալիս է, մեր ամենասիրած հարցի պատասխանը, որ ինչ գանգատներ ունեք, ոչ մի պրոֆիլակտիկ զննման եմ եկել, այդ չեք պատկերացնի, ինչ բավականություն է պատճառում բժշկին, որովհետև շատ ավելի հեշտացնում է եւ բժշկի գործը եւ պացիենտի պրոֆիլակտիկան գերագույն մեթոդն է վաղաժամկետ հայտնաբերելու խնդիրները եւ հարցին ռացիոնալ լուծում տալու։ Ինչ հետաքրքիր, ես մտածում որ այդ առումով առաջընթաց ունենք, որտեվ իրազեկումը ամեն դեպքում ավելի շատ է, քան տարիներ առաջ, եւ ամեն տեղից ասում որ պետք է ստուգվել, պետք է տարին մեկ անգամ, տարիքային շեմն է նշվում, դրա համար ինձ թվում է այդ առումով առաջընթաց ունենք, բայց փաստորեն չէ, իսկ որ բայց տենդենս կա, այո, աճի տենդենս կա, այս ժամանակակից բարեփոխումները առողջապահական, նաեւ ապահովագրական փաթեթները եւս կարևոր խթան են, որպեսզի մարդիկ իրենց հասանելիք փաթեթների շրջանակում հետազոտվեն եւ հավատացեք ցավոք սրտի պրոֆիլակտիկ զննման ժամանակ, երբ որ չկա կլինիկական գանգատ թվացial, մենք կարող ենք շատ ավելի լուրջ դեպքեր հայտնաբերել, քան հենց իսկ ցավի պատճառով, որ դիմում են բժշկի, որտեղ ցավը խիստ սուբյեկտիվ բժշկության մեջ երևույթ է, որը կարող է լինել ուղղակի ազդակ տվյալ օրգանի, ինչ որ խաթարման մասին ճակերտավոր ասած, իսկ շատ ավելի լուրջ խնդիրներ կարող են մնալ քողարկված առանց կլինիկական դրսևորումների եւ որոնք հայտնաբերվեն բացարձակ պատահաբար։ Դրա համար միշտ քարոզը տարվում է, տարվելու է պրոֆիլակտիկ բուժզննումների վերաբերյալ։ Շարունակել, այո։ Երիտասարդ սերունդը շատ ավելի հակված է պրոֆիլակտիկ զննումներին, շատ ներկայումս աշխատում եմ ծննդատանը, նորից վերադարձել եմ իմ սիրելի ակունքներին, իմ սիրելի հաճելի է ամել ծննդատանը աշխատել եւ շատ եմ ուրախանում, ողջևորվում որպես բժիշկ, որ տեսնում եմ երիտասարդ զույգերի, որոնք հղիություն պլանավորելուց առաջ են անցնում այդ պրոֆիլակտիկ զննումները ամբողջական, ընդ որում եւ ամուսինը եւ կինը, այսինքն առողջ ընտանիք է, առողջ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ մտքով մեծ պատասխանատվությամբ ապագա սերնդի հանդեպ, բնականաբար նման ընտանիքում չեն կարող ծնվել անխնամ վատառողջ հղիության հետևանքով երեխաներ։ Իսկ հետաքրքիր է, որ հիվանդության պարագայում է, որ ասենք վաղաժամ ստուգումը եւ շատ կարեւոր է ձեր կարծիքով եւ որ հիվանդության պարագայում է, օրինակ չէ բարձի թողի վիճակ, որ մարդիկ չեն գնում, չեն հետազոտվում, այդ դրա մասին կուզեի խոսենք։
կոնկրետ կրծքագեղձին պետք է անդրադառնամ բազմաթիվ անգամներ քննարկված հարցին կրծքագեղձի պրոֆիլակտիկ զննումները, որոնց դեպքում հաճախ գտնում ենք վաղ շրջանում արդեն ձևավորվող ոչ բարորակ օջախային գոյացություններ շատ բարձր տոկոս ունեն բուժման եւ ենթարկվում են բուժման եւ ունենում ենք կյանքի երկարատև ընթացք կոնկրետ կրծքագեղձի պարագայում որովայնի խոռոչի նույնպես ցանկացած օրգանական ախտահարում երբ որ հայտնաբերվում է վաղ փուլում շատ հեշտ կանխվում է եւ ենթարկվում բուժման եւ նեղ մաստագիտական հատվածով չեմ կարող չանդրադառնալ կանացի օրգաններին արգանդի ենթադրենք կինը ցիկլի անկանոնություն է ֆիքսում կյանքի որևիցե ժամանակահատվածում ռեպրոդուկտիվ պտղաբերության տարիքի կանանց մասին եմ խոսում առաջին իսկ գանգատի դեպքում բժշկի դիմելով բնականաբար գինեկոլոգի այցը անպայման այցի նախորդում է սոնոգրաֆիկ զննումը մենք կարող ենք այդտեղ գտնել սկսվող խնդիրներ որոնք սկսած լորձաթաղանթի գերաճից միոմատոզ հանգույցների վտանգավոր տեղակայումից եւ նաեւ ոչ բարորակ բնույթի կիստաներից գոյացություններից որոնք կարող են հանդիպել ձվարաններում առաջին իսկ գանգատի դեպքում դիմելու դեպքում շանսը բուժման առանց բարդությունների շատ ավելի մեծ է ոչ ռեպրոդուկտիվ տարիքում արդեն մենոպաուզալ շրջանի կանանց մոտ որը ցավոք սրտի ամենաշատ խնդիրներն ենք հայտնաբերում արգանդի խոռոչում երբ որ կինը մենոպաուզայի շրջանում ունի արյունային արտադրություն բայց անտեսում է այդ փաստը եւ տարի ձգված գանգատի ֆոնին դիմում է մեզ բնականաբար մենք այնտեղ արդեն շատ ավելի բարդացած պատկեր ենք տեսնում եւ բուժական ծավալը շատ ավելի ընդգրկուն է լինում եւ ցավոք սրտի հաճախ ոչ դրական ելքով դրա համար ցանկացած օրգան համակարգի պարագայում վաղ ախտորոշումը փրկում է կյանքեր Որքանով ես հիմա շփվում եմ իմ ընկերների հետ, ծանոթների հետ, այնպեսի տպավորություն է, որ այդ երեխայի սեռի իմացությունը միևնույն է, այդքան չի փոխվել, այսինքն երբ իմանում են տղա է, միևնույնն է 70% դեպքերում ավելի շատ են ուրախանում, քան որ իմանում են աղջիկ է։ Ձեր դիտարկումը այս պարագայում ինչպիսին է կան փոփոխություններ, թե ամեն դեպքում երբ իմանում են սեռ եւ դա տղա է ավելի այդտեղ եմ անպայման թվաբանություն ասելու ձեր նկարագրած տարբերությունները կազմում են մոտավորապես 80%։ Ես ավելի լավ ասեմ պաստորեն։ Ընդ որում այս պարագայում կապ չունի տղան առաջնեկն է, թե տան երկրորդը, թե երրորդը, տղայի լուրը տղաբալիկի շատ ավելի մեծ խանդավառությամբ է ընդունվում հատկապես արական սեռի կողմից պապաների քան աղջիկներին է եւ ես ունեմ այդ հայտնի աֆորիզմը մշակած մասնագիտական որ ասում է Հայաստանում կա երկու սեռ երեխաների Հայաստանում մեկը տղա մյուսը կարևորը առողջ բալիկ լինի Եվ իհարկե կան ընտանիքներ, որոնց համար երեխայի ծնունդը արդեն իսկ տոն է եւ ինձ համար կոնկրետ ամենահաճելի արտահայտությունը մեզ համար չկա տարբերություն։ Այն որ sense լիարժեքություն է զգում, այսինքն որ ուղղակի ծնողական լիարժեք բնազդով սիրով սպասում են բալիկին։ Բայց մեկ արտահայտություն է դա։ Որ շատ չծանրացնենք թեման, միևնույնն է այդ մնում է ակտուալ տղայի նախապատվությունը մնում է ակտուալ։ Ընդ որում, ինչ եմ ֆիքսել, պապաների պարագայում, անգամ եթե երրորդ տղան է լույս աշխարհ գալի, այն որ մաման մի քիչ թարթիչները կախում է, որ աղջիկ կուզեր գոնե երրորդը, պապան նույն խանդավառությամբ։ Ինչը չես ասի, երրորդ աղջիկա լուրը ասելու դեպքում։ Իսկ մամայի ապրումներն ինչպիսին են, երբ ասենք պապան ակնհայտ ուրախ չէ, որ աղջիկ է ծնվելու, որովհետև ամեն դեպքում կինը մի քիչ ուրիշ է, այդ ուրիշ կերպ է այդ ամեն արձագանքում, կարծում եմ Ինձ թվում է այդ պահին պետք է որ իրեն քիչ ավելի Ինձ թվում է այդ ուղղակի ինչ-որ գենետիկ կոդ է մեր մոտ հայկական նախապատվությունը տալ։ Ես էլի եմ ասել մի հաղորդման շրջանակներում սեռի անդրադարձին, որ ինձ թվում է մեր հայկական այդ ներքին կոմպլեքսը տղամարդկանց մոտ, որ իրանց մանկությունից սերմանում են միջավայրում, որ անպայման տղան պիտի ունենա գոնե առաջնեկը լինի տղա երեխա։ Իհարկե այս շատ հարաբերական բնույթ է կրում մեր զրույցն էլ, թվերի բաժանելն էլ, որովհետև կան ընտանիքներ,
ունեմ շատ քիչ թվով օրինակ զույգերի մեջ պապաներ, որոնք տխրում են տղայի լուրից, որովհետև իրանց երազանքն է եղել, որ ունենան աղջիկ, անգամ առաջնիկը։ Մենք այդ լավ կողմից խոսեցինք, որովհետև ես ինչի եմ հարցնում, որովհետև մի քանի տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ, թե որքան սեռով պայմանավորված սղիության ընդհատումներ են լինում ու բերում էին մարզեր, որտեղ այդ տոկոսային հարաբերությամբ շատ ավելի շատ են, օրինակ Գեղարքունիքը, հետո արդեն չեմ հիշում, բայց առաջինը ոնց որ այնտեղ էր ու դա շատ սարսափելի թվեր էին այդ ժամանակ հարցի այդ կողմը շատ վախենալու է։ Ես կարծում պետք է ձեզ տխրեցնեմ, ասեմ, որ ոչինչ չի փոխվել, որովհետև սեռով պայմանավորված ընդհատումները շարունակվում են։ Ինչքան էլ որ առողջապահության նախարարության կողմից կասեցման հստակ ծրագրեր են մշակվում, ինչքան էլ որ շատ իմ շրջապատի բարեբախտաբար գինեկոլոգներ հրաժարվում են դա անելուց, այնուամենայնիվ ընդհանուր ստատիստիկ վերլուծությունները ցույց են տալիս հակառակը, որ դեռ շարունակվում են սեռով պայմանավորված ընդհատումները։ Ինչքանով որ կարողանում ենք ամեն մեկս փոքրիկ լումա ունենալ այդ հղիությունը փրկելու մեջ մենք կոնկրետ դիագնոստիկայի մասնագետներով ես իմ հատվածով ինչքան որ կարողանում եմ անել ինձ համարում եմ երջանիկ որ կարողանում եմ ծնողին կոպիտ ասած այդ պահին համոզել որ մեղմ ասած ճիշտ չի վարվում ամեն դեպքում մեր երկրում դեռ սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտները շարունակում են մնալ բարձր թվերի վրա բայց պետք է նաև համալրեմ որ տղա երեխաների հիմա ծնունդը շատացել է կոնկրետ 21 թվի վիճակագրությունով շատ ավելի արական սեռ ենք նայում ես կոնկրետ իմ պրակտիկայում ասեմ շատ ավելի հանդիպում եմ արական սեռի պտուղների քան իքական Իդեպ ասում են պատերազմներից հետո այդպիսի բաներ լինում է ասում են ես չունեմ դրա բնականաբար չկա դրան ոչ մի գիտական հիմնավորում բայց այդպես լսել ենք դեռ վաղուց, որ պատերազմներից հետո միշտ արական սեռը, այսինքն հղիությունների ժամանակ գերակշռում է արական սեռը։ Ձեր կարծիքով այդ իրավիճակը ինչպես կարելի է շտկել, թե դա շտկելու չի դա մենթալիտետ է, թե տարիների ընթացքում կարող է այդ ամենը փոխվել, չգիտեմ, իրազեկման արդյունքում, շատ իրազեկման արդյունքում, կեսամակարդակի բարձրացման, ոնց կարելի է մի փոքր այդ տվյալները իջեցնել ձեր կարծիքով։ Պետական մակարդակով արվում է դրվում է խիստ ուղղանքներ գոյություն ունեն բժիշկների հետ կապված արգելքներ կա վաղ ժամկետում սեռը հայտնելու մանավանդ երբ որ ընտանիքում պտուղը երկրորդ կամ երրորդն է խիստ արգելքներ են դրվում ընդհանրապես 20 շաբաթից շուտ արգելվում է սեռը ասել եւ կան պետական ծրագրեր որտեղ որ հստակ աշխատանքներ է տարվում ընդհանուր աբորտների մակարդակը իջեցնելու եւ հուսանք այո կեսամակարդակի բարձրացման հետ ինչի սկզբնաղբյուրները որ բավական է չափ ունենք ամեն բան կշտկվի դեպի ավելի լավը Ժուժկոյ Միսակյանի ես գիտեմ, որ սովորաբար սեռը հնարավոր է ասել 12 շաբաթականից սկսած հստակ։ Դա ճիշտ է, որովհետև կան մարդիկ, որ ասում են դե 50-50 ասում են հավանականությունը որը կլինի, որը ճիշտ կլինի։ Տեսեք, հավանականությունով չեն անում։ Հավանականություն չկա։ Եթե կա կոնկրետ տեսանելիություն Եվ մարդու իրավունքն է ինքը այդ ժամկետում ասելու։ Իսկ այդ ժամկետում հստակ երևում է։ 12 շաբաթում անատոմիապես սեռական օրգանների ձևավորումը ավարտված է լինում։ Բայց 12 շաբաթը շատ հարաբերական է սխալվելու համար բժշկի, որովհետև այնտեղ քանի որ պտուղը շատ փոքր է, դիրքի հետ կապված եւ անատոմիական այլ առանձնահատկությունների ցանկալի չէ ուղիղ 12 շաբաթում հստակ դնել սեռի որոշման մասին ինֆորմացիա, սովորաբար 14 շաբաթում, եթե վաղ ժամկետում, ասենք առաջնեկներն են, հայտնի փարթիների հետ կապված գենդեր փարթիների, բոլորը շտապում են, բոլորը գունավոր ծրարներով գալիս են, բայց գիտական հիմնավորմամբ 12 շաբաթը դիարժեք ավարտն է համարվում սեռական օրգանների զարգացման։ Ինչ ես վստահ եմ որ ձեզ այդ հարցը շատ են տալիս թե ինչ հետաքրքիր դեպքեր կհիշեք ձեր պրակտիկայից կապված հենց մամա, բալիկ, չգիտեմ երեխայի սեռը ասելու այդ ուղղությամբ Այնքան շատ են մեկ-մեկ ինֆորմացիայի առատությունից երբեմն ուղեղը չի ֆիլտրում որ պահի մեկը էլի հումորային ասեմ
շատ հոգնած եմ, աշխատանքային օրվա ավարտ, երկրորդ հղիությունով ինձ ծանոթ մի շատ հաճելի աղջիկ գալիս է ու խնդրում, որ ասեմ երկրորդ բալիկի սեռը նայեմ, բայց իրեն չասեմ։ Գրեմ տամ, ոնց որ հիմա ընդունված է։ Շատ հոգնած եմ եւ նայելու ժամանակ ավտոմատ ասում եմ, հա, ասում եմ, գիտես որ տղա է բալիկը, ասում եմ, ոյ, ասում եմ, Իսակովնա ջան, բա, ասում եմ, պետքա չասեիք է։ Ու մի քիչ հետո Երեխան շարժում է անում, չեմ հիշում արդեն սկիզբը աղջիկ եմ ասում, հետո տղա, տեսնում եմ, որ սխալ եմ ասել։ Ու գրում եմ իսկական սեռը, ասում եմ, դե որ սյուրպրիզ, ասում եմ, դե լավ, որ ասել եք, արդեն գրեք տվեք, մեկա ես գիտեմ, ոչինչ նենց կանեմ, ամուսնուս իբր միասին ենք իմանում, բայց ես գրում եմ հակառակը, որտեվ իրականում հակառակն էր, դե արձագանքը շատ բուռն է լինում, որտեվ իրոք հիմա զանգել է կինոյի երկրորդ սերիան է, զանգել է, ասում եմ, հիմա որին հավատանք, դուք ինձ ասեք, տղա ծրարի մեջ աղջիկա, ասում եմ, աղջիկա բալիկը տտե, քո սյուրպրիզը։ Այդպես։ Մի անգամ էլի այդպես, ասում եմ ինձ չասեք, հետո վերջում գրում եմ, ասում եմ բժշկու ջան գրեցիք, չէ՞ սեռը, ասում եմ դե հա էլի, ասում եմ գրեցի տղա։ Իսկ լինում է երևի չէ ինչ որ ոգևորիչ դեպքեր, որոնք ոնց որ հերթական անգամ ապացուցում են, որ դուք ճիշտ եք ընտրել այդ մասնագիտությունը։ Տարիների հետ ավելի ու ավելի եմ սիրահարվում իմ մասնագիտությանը։ Սիրելս ուղիղ համեմատական է լինում ֆիզիկական չարչարանքին։ Հոգնությանը, ավելի երիտասարդ տարիքում անընդհատ մամայի հետ ունենում էի կռիվներ, որովհետև իր պնդմամբ եմ դարձել բժիշկ, ճակերտավոր ասած կռիվներ, որովհետև հոգով արվեստի կողմն եմ եղել ու միշտ երազել եմ արվեստագետ լինել, համապատասխան իմ նախընտրած ճյուղերով եւ ամեն անգամ ինստիտուտի տարիներից դեռ սովորելու այդ անջանքներից հետո մամայի անընդհատ մեղադրանքներ էի հնչեցնում, դժվար ոլորտ է, որ ինչի որոշեցիր այս դաժան ուղին ինձ համար, բայց հիմա ճիշտ հակառակը, տարիների հետ ամեն օր ու ամեն ժամ եմ շնորհակալ մամային ու այդ անընդհատ եմ իրեն ասում, պացիենտների դրական արձագանքներով, իմ ստացած դրական էներգիայով, որովհետև ինչքան որ ես տալիս եմ մարդկանց լավը, լույսը, երկու եւ ավելի անգամ հետ եմ դա ստանում եւ իմ էներգիայի հենց գաղտնիքը դրա մեջ է, որ ես սիրելով եմ այդ ամեն ինչն անում եւ բնականաբար հետադարձ կապը միշտ էներգիայի համալրումով դա կա հենց նույն պացիենտների կողմից ժպիտով, ասված մի լավ խոսքով, դրական դինամիկ արձագանքով, որը արձանագրվում է հետազոտություններից հետո, ցանկացած թեկուզ հղիության հետ կապված ցանկացած լավ լուրով, ցանկացած բալիկի ծնունդով, ունեմ հարուստ նամականի պացիենտների նկարներով, էմոցիաներով, ժպիտներով եւ ուրախության արդյունքներով ողողված, որոնք հարստացնում են իմ մասնագիտական փորձը ու առաջի հերթին ինձ պահում բարձր արժեքների վրա որպես մարդ։ Եվ վերջի ասում են, չէ, բժշկության արվեստ է կամ շատերը պնդում են բժշկության մեջ էլ արվեստ կա, դա ինքնին արվեստ է բժշկությունը։ Շատ եմ այդ արտահայտությունը որ միայն դա անցալելով կարող ենք մնալ լավ բժիշկ։ Հա, հաստատ։ Բժշկուհի Միսակյան մի հարց եմ ուզում ձեզ տալ, ուրեմն դուք այ մեջն եք բժշկության մեջ եք, դուք բժշկուհի եք, ձեզ համար խնդիրներն ավելի տեսանելի են բնականաբար, քան թե մեզ համար, որքան լրագրողներ ուսումնասիրի, միևնույն է, այնինչ տեսանելի է միջից, դրսից մի քիչ ավելի քիչ տեսանելի է, այդ պատճառով ուզում թվարկեք այն խնդիրները, որոնք այսօր կան բժշկության մեջ, ինչ որ դուք եք տեսնում, էլի։ Եվ այն առավելությունները կամ ձեռքբերումները, որ էլի ձեզ համար նկատել են, միայն վատի մասին չխոսենք, էլի լավի մասին էլ խոսենք։ Ես կուզեի, որ բժիշկ ունենար պաշտպանվածության այն բարձր մակարդակը մեր երկրում, որի մեջ ներառված է եւ ֆինանսական հատվածը, եւ բարոյահոգեբանական, որ երբեք իսկապես բժիշկը երբեմն ամենաանպաշտպան մարդն է։ Մենք պաշտպանում ենք մարդկանց, չէ՞, խնդիրներից, մեր ինֆորմացիայով կարողանում ենք բուժել, հասցնել, կյանքեր փրկել, բայց բժիշկը շատ հաճախ ինքը ամենաանպաշտպան մարդն է եւ ցավոք սրտի դա իրավաբանորեն նաեւ
Հայաստանում, որովհետև բոլորիս է հայտնի այս քարոզարշավները բժիշկների հանդեպ ուղված եւ մենք ոչ մեկս պաշտպանված չենք, այսինքն բժիշկը տարիներով կարող է ունենալ կուտակել հարուստ կեսափորձ, ունենալ հսկայածավալ աշխատանքներ իր պատմության մեջ, կյանքի, առողջության, ընտանիքի հաշվին, բայց մի աննշան վրիպում, որը բնորոշ է ցանկացած մարտեյակի, դառնում է աններելի բժշկի համար հասարակության կողմից եւ հաճախ բոլորս մեր տարբեր օղակների բժիշկները այդ ցավը խոր ցավ ենք ապրում տեսնելով այդ մի ակնթարթային չգնահատված վիճակը եւ հաճախ մարդը կարող է հիասթափել իր ապրած ճանապարհից, անցած ճանապարհից, որտեղ դա ի վերջո բոլորս անում ենք մեր ընտանիքի, մեր երիտասարդ տարիների, մեր առողջության, մեր անքուն գիշերների հաշվին։ Կուզեի փոխեի բժշկի հանդեպ վերաբերմունքի տարածված, այսինքն մենք ունենք ծայրահեղություն, բևեռացված հասարակության կարծիք։ Մի կողմից բժիշկը աստվածացված է, հա, մյուս կողմից ինքը ամենաէժանագին քարկոծման առարկան է, դե բնականաբար պարզ է որ մասաների կողմից, ինչպիսի զանգվածների կողմից։ Կուզենայի, որ այդ կոնտրաստը վերանար, կուզենայի, որ բժիշկը լիներ գնահատված։ Իսկ հասարակության արդեն բուժառուների համար կուզենայի, որ ունենայինք ձեր նշած պրոֆիլակտիկ բուժզննումների հակված հասարակություն, իրենց առողջությունը գնահատող հասարակություն եւ նաեւ պետության կողմից ունենային այնպիսի միջոցներ, որ երբեք առաջնահերթությունը, այսինքն չմտածեին առաջնահերթությունը տալ կեսական որ կարիքի, այսինքն բժշկության հետ կապված ամեն բան լիներ հասանելի բոլորին եւ հնարավոր շուտ ժամանակներում ունենար հեշտ լուծելիություն։ Այս գլոբալ բաները կուզեի, որ փոխվեր մեր երկրում, որովհետև մեր ժողովուրդը անկրկնելի է բոլոր առումներով, եւ լավ եւ վատ, ես սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ իմ ազգին եւ ուզում եմ, որ մենք ամենաառողջը լինենք, ամենախնամվածը լինենք ու ամենապաշտպանվածը լինենք։ Իսկ այդ դժվար ժամանակների մասին դուք խոսում եք, ես նկատի ունեմ պատերազմը, կովիդը, դրանք ինչ-որ բանով առանձնացան ձեր կյանքում եւ ինչպես այդ ժամանակաշրջանը դուք անցաք բժիշկներով։ Ոյ, սարսափելի դժվար, ես իհարկե դիագնոստիկ ոլորտում կարող եմ չեմ ուզում ինձ համեմատել թերապևտիկ օղակի բժիշկների հետ, որոնք բառի բուն իմաստով 24 ժամ անցկացրել են եւ հաճախ անշնորհակալ ելքով, որովհետեւ բոլորից քաչ հայտնի էին այդ հարաբերականորեն տարբեր ելքերը։ Մենակ կարող եմ հիշել տնայցերը մեր COVID-ով հիվանդների շարժական սոնոգրաֆիկ սարքերով բուժկենտրոնի կազմակերպվածությամբ եւ օգոստոսյան շոքին մեր համազգեստները հագած ամբողջությամբ մասկաներով շնչահեղձության աստիճանի եւ այդ պայմաններում պետք է անեինք ախտորոշումներ եւ հնարավոր ժամկետներում կարողանայինք արագ կազմակերպել պացիենտների մոբիլիզացիան։ Սարսափելի դժվար, ինչպես մեր ոլորտի յուրաքանչյուր մասնագետի համար։ Իսկ պատերազմի շրջանի մասին ինչ կասեք։ Պատերազմը իր հետևանքներով երբեք չի ավարտվում, որովհետեւ ես դեռ այդ ընտանիքների հետ, որոնք անցան դրա միջով Արցախի բնակչության մասնավորապես իմ սերտ կապն ունեմ, դեռ մենք շարունակում ենք հոգևոր ու ֆիզիկական վերականգնողական կարևորագույն փուլեր միասին հաղթահարել, որովհետև արդեն ինձ հարազատ դարձած մի շարք մարդիկ ու ընտանիքներ ոչ մի քայլ պարզապես չեն անում առանց բուժում է ստացել իրեն առանց իմ իմացության եւ պատերազմի այդ առաջի հարվածները այդ ամեն ինչին հաջորդեց հետո արդեն պտղաբերության թեմաները որդեկորուս մայրերի կանանց մոտ որոնց հետ հաղթահարեցինք նաև այդ փուլերը նոր բալիկների լույսաշխար գալու այդ բերկրանքը վայելելով, կիսելով դա էլ էմոցիաների մի առանձին փունջ է։ Դա միայն ուրախություն է, թե տխրություններ կա իր մեջ։
Երբ որթեքորից մայրը իմանում է, թաթախված հավասարաչափ էմոցիաներով, ես դրանք էլ են մարդուն աճեցնում, ես ինձ խիստ էմոցիոնալ մարդ եմ համարում, երբեմն հարազատներս անհանգստանում են, որ այդ էմոցիաները կվնասի իմ առողջությանը, բայց ես հպարտությամբ եմ հիշում այդ դժվար օրերը, ոնց եմ կարողացել ամեն մի բջիջով կիսել, իրանց հետ լինելու այդ ամեն ինչի ապացույցը ծնված բալիկների ամենաառաջի լուսանկարներն են, որոնք ես ծնարանից ուղարկվել են ինձ, այդ որդեգորույս այդ հերոս մամաների վիշտ ու արցուկ իրար խառնած հայացքները, ինձ հետ նկարված այդ ֆոտոները, որոնք իմ արխիվի ամենաթանկ մասն են, չի եղել մայր, որ առանց ինձ գրկելու դուրս գա սենյակից, անգամ եթե դա եղել է մեր առաջի ու վերջի հանդիպումը, գրկելով ու ասելով, որ ինչքան դրական հույզեր դուք մեզ պատճառեցիք, ամեն բալիկի համար էկրանից թաքուն աչքերը սրբելով, դրանք թվում է թե բացասական հույզեր են, որոնք կվնասեն, բայց ավելի հարստացնում են մարդուն, ավելի ինքնավստահ դարձնում, որ կյանքում կան ասած բարդ պահերի մարդուն աջակից լինելու, ուժ տալու ավելի կարևոր առաքելություններ։ Իսկ այս ընթացքում ձեզ համար դուք ինչ եք պարզել, հայկինը ուժեղ է։ Ինչպիսին է եւ ինչ խնդիրներ ունի այսօր։ Ասել ուժեղ կնշանակի չասել ոչինչ։ Առհասարակ ես միշտ վերլուծել եմ ու հասկացել մենք ինչքան ենք հարմարվող, ուժեղ, ինչքան մեր պայմանները դժվարացնում են, մենք այնքան ավելի ելքեր ենք գտնում ուժեղ, դա ասվել է միշտ, դա բոլոր ժամանակներում ասվել է, ես ինքս մանուկ տարիքից, մանուկ հասակից լսել եմ հայ կնոջ ուժեղության մասին, ինքս իմ մանկությունս գյուղում անցնելով ես ինքս տեսել եմ բազմաթիվ զրկանքների միջով, բայց կանացի առաքինությունը պահած արժանապատվորեն ընտանիքի առանցքը կազմող հայ կանանց, հայ մայրերի, որոնց մեջ ամենաառաջինը բնականաբար պետք է մորս նշեմ, տատիկներից նշեմ, բայց պատերազմից հետո առավել քան գիտակցեցի ուժեղությունը հայ կնոջ, որովհետև երբ որ կողքից թվում է թե ինքդ որպես բժիշկ էլ տեղ չկա մտածելու, հասնում ես մի հատ կետի, որտեղից էլ չկա ճանապարհ, անգամ ելք ես մանգալի, դու քեզ ոնց պահես մոր մոտ։ Եղել են դեպքեր, որ մոր հայացքից ես թափվել եմ, որովհետև այդ լուռ աչքերի մեջ իրենք հասկանում են բժիշկը ինչ է ասում։ Ասել ուժեղ հայ կնոջը կնշանակի ոչինչ չասել։ Իսկ ինչ կուզեիք փոխվել այդ նույն հայ կնոջ կյանքում։ Հայ առհասարակ մեջ։ Դե ձեր բուժառուները հայ կանայք են, դուք շատ բան եք տեսնում, ինձ թվում է, նաև այդ ընթացքում իրենց հետ շփվելով։ Ուզենամ, որ արտաքին միջավայրի անբարենպաստ ազդակները մաքսիմալ քիչ լինեն, որոնք ունեն բացասական ներգործություն ուղիղ համեմատական առողջության հետ կապված խնդիրների հետ։ Կուզենամ, որ ավելի բարեկեցիկ միջավայրում ապրի հայ կինը եւ ավելի շատ սիրի ինքը իրեն, ինչի պակասը որ մենք ունենք, ավելի շատ սիրի եւ ավելի կարեւորի իր ֆիզիկական բարեկեցությունը, որովհետեւ ցանկացած ընտանիքի անհրաժեշտ է առաջինը առողջ հայ, կին, մայր, տատիկ, մենք ունենք այդ բացը, մենք չենք սիրում մեզ, հայկինը չի սիրում, եւ ես եթե տատիկների պարագայում դա արդեն համարում եմ ուշացած խորհուրդ, այսինքն ինչ որտեղ անիմաստ խորհուրդ, որովհետեւ իրենք այդպես իրենց զոհաբերելով ապրել են արդեն մի ամբողջ կյանք, բուժառուների շրջանակում նկատի ունեմ, ապա ավելի երիտասարդ կանած, միջի տարիքի կանած անընդհատ եմ փորձում փոխել խորհրդով, որ կարողանան առաջինը գնահատել իրենց, երբ որ ինչ որ անձնուրած առաջինը չէ երեխեքին նայի հետո նոր ինձ, առաջինը երեխեքին դու առողջ ես պետք, որ ինքդ խնամ ես երեխաները։ Որպես բժիշկ առաջնահերթ դա եմ ուզելու։ Եթե կինը սկսում է ինքը իրեն սիրելու գնահատել, հետևում է եւ առողջությանը, եւ արտաքին տեսքին։ Այդպես։
Հաճախ ինչ արտահայտություն եմ լսում, որ մարդու օրգանիզմը ինքը շատ ուժեղ է, բայց նաև հակառակն եմ լսում, որ մարդը շատ փխրուն օրգանիզմ ունի։ Ձեր կարծիքով մարդը ուժեղ է, մարդը ինքնին, հոգեպես եւ նաև մարդու օրգանիզմը ինչ կասեք դուք որպես բժիշկ այս կապակցությամբ։ Մարդու օրգանիզմը ես ոչ թե կարծում եմ, այլ այդպես է կառուցված, տիեզերքից այդպես է գծագրված, որ բոլոր հատկանիշները իր մեջ պետք է ունենա։ Եվ ուժեղ, եւ փխրուն, պարզապես այդ ամեն ինչը պետք է օգտագործել համապատասխան պայմաններում եւ ամեն ինչ օգտագործել իշա օրգանիզմի բարեկեցության եւ առողջության։ Այսինքն չչարաշահել ոչ մի կողմի գերադրությունը։ Բժշկուի այ մասնագիտությունը որքանով է փոխում ձեր կարծիքով մարդուն եւ բժշկությունը ձեզ ինչպիսին է դարձրել, թե չի փոխել։ Ինձ ավելի շատ այդ հարցին կպատասխանեն ինձ ճանաչողները։ Փոխելու առումով կարող եմ ասել կամային հատկանիշների, շատ ավելի սթափ նայելու առումով իրերին մասնագիտորեն, որը անդրադառնում է նաև հաճախ հենց ընտանիքիս անդամների վրա, որտեղ եթե խնդիրը կա, պետք է խնդիրը արագ լուծում ստանա, այլ ոչ թե ինչ որ խոճապի մատնվել։ Զուտ այդ առումով ավելի սթափության առումով, ավելի ռացիոնալ արագ քայլեր մշակելու առումով, այո, բայց հոգի կերտվածքի վրա քիչ է ազդում, առհասարակ ոչ մի մասնագիտություն չի ազդում։ Կոնկրետ իմ պարագայում եմ ձեզ պատասխան։ Իսկ այն երիտասարդները, ովքեր կամուկացի մեջ են դառնալ, բժիշկ թե չդառնալ, դուք ինչ խորհուրդ կտաք, ով փորձի դառնալ, իսկ ով ոչ, ինչ որ բնավորության գծերից ելնելով պետք է աշխատասեր լինել, թե ոչ։ Ես 16 տարեկանում փաստորեն ընտրվել էի մասնագիտությունը մորս կողմից, այսինքն 16 տարեկանից արդեն սկսել եմ պատրաստվել բժշկական ընդունվելու համար։ Իմ օրինակով չեմ կարող խորհուրդ տալ, որովհետև անցած փորձով ես ինքս բժիշկ դառնալ չեմ ուզել։ Բայց հիմա բոլորին ասում եմ, որ բժիշկ պետք է դառնալ սիրելով։ Այսինքն դա առաքելություն է, որը երեխան ինքը իր մեջ, չնայած 16-17 տարեկան երեխան ինքը այդ տարիքում առհասարակ չգիտեն հստակ իրենց ինչ է պետք, վերջնական։ Բայց եթե ունեն հատկություն իրենց մեջ, այսինքն տեսնում են իրենց, նաև շատ կարևոր է ռիսկը, որովհետև եթե երեխան կոնկրետ դեռահասը ունի վախ արյունից, ունի վախ, ասենք, հիվանդ պացիենտ տեսնելուց, դեպքերից, ծնողը չի կարող ինչ-որ ստիպողաբար տանի այդ ճանապարհով։ Բժշկությունը պետք է սիրել։ Բժշկությունը պահանջում է խելք, միտք, կամք, ամենակարևորը բարի հոգի։ Նաև երևի թե։ Բժշկուի վերջում ձեզ մի քանի բլից հարց ունեմ նաև տալու։ Ահա։ Եթե կյանքը նորից ապրելու հնարավորություն ունենայիք, ինչ-որ բան կփոխեք։ Երևի չէ, որովհետև կարծում եմ, որ ինքնաբավությունը ամենակարևոր հատկանիշն է, որը սթափ է պահում եւ ձերբազատում է բոլոր հնարավոր կոմպլեքսներից, անընդհատ փոշմանելու, ինչ-որ բան փոխելու մտքից եւ ընդհանուր ուզում եմ պատասխանել ոչ մի բան չի փոխի, որովհետև ես կարծում եմ, որ ամեն մեկը ի վերուստ ածտում է իրեն տրված ճանապարհը։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Կամ եղել եք ընդհանրապես։ Արցախում առաջի, բայց չեմ ուզում ասել վերջի, առաջի անգամ կյանքում ոտք եմ դրել Արցախ 2018 թվին։ Մի քանի օր մնալով, վայելելով եւ անջնջելի տպավորություններով հետ վերադառնալով։ Այնտեղից բոլորն այդպիսի տպավորություններով հետ վերադառնում։ Այդ յուրահատկության զգացողությունը, երբ որ հետագայում լսեցի արցախցիներից արդեն, որ իսկապես յուրահատկությունը երկրի, հողի, ջրի իրոք առանցքային տարբերվող հասցրել եմ 3-4 օրում զգամ։ Տեղի ժողովրդի հետ շփվելով, բնության հետ շփվելով, կախարդական բնության։ Իսկապես։ Անբացատրելի ուժի։ Իսկ ձեզ համար ինչ ասել է գեղեցկություն հայկական ձևով։ Տեսեք, գեղեցկությունը հայկական ձևով ես ինքնին հասկանում եմ հայկական կոլորիտ, որը ունի երևի չէ, վստահ եմ մենակ մեր ազգաշխարհի որ ծայրում է, որ լինի։ Ես խոսում եմ լավ արժանինքների մասին։ Հայկական գեղեցկությունը ինձ համար ամենաառաջինը մեր անկեղծ անմիջականությունն է, որը մարդկային շփման մեջ երևի ուրիշ ոչ մի ազգի մոտ չեն գտնի։
Հայկական գեղեցկությունը ինձ համար մեր ուժն է, որ անկախ դժվարություններից մենք շարունակում ենք ժպտալ ու մեջքը ձիգ պահել։ Օտարերկրացություն Հայաստանի մասին 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ Էլի կպատմեի մեր ուժի, մեր կյանքը սիրելու, մեր հյուրընկալության, ու մեր սիրուն հայրենիքի մասին, մեր անկրկնելի հողու ջրի մասին կպատմեի, տարիների հետ ավելի ու ավելի է խորանում սերս մեր երկրի հանդեպ եւ չեմ ուզում խոսակցությանը տխուր հնչերանգներ տալ, բայց ամեն անգամ երբ որ հարց է առաջանում այլ երկրում ապրելու, աշխատելու մասին, ես անընդհատ ասում եմ, որ մենք պարտք ենք այն ծածանվող բազմահազար դրոշներին, որ թեկուզ ցավոտ, թեկուզ վերքոտ մեր բոլորի հպարտությունն են ու ապրելիության կարևոր գրավականը ու մենք այլ տեղում գտնված հաջողության մասին պարզապես մտածելու իրավունք չունենք։ Շնորհակալ եմ բժշկուհի շատ հետաքրքիր զրույցի համար եւ հուսով եմ ապագայում դուք մեզ էլի հյուր կգաք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի ու բազմաբովանդակ զրույցի համար։